Այսօր Գյումրիից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշաններ ուղարկելուց հետո ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։ Այս մասին են վկայում Fly Radar ծառայության և օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալները։ Boeing ինքնաթիռը Գյումրիից օդ էր բարձրացել Մոսկվայի ժամանակով 11:24-ին թռիչքից մոտ 1 ժամ անց Դաղստանի երկնքում անձնակազմը ընդհանուր տագնապի ազդանշան է տվել, ինչից հետո օդանավը սկսել է իջնել և հասնել մոտ 3000 մետր բարձրության։ Բոբեդա ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մախաչկալայում չպլանավորված վայրէջք կատարած Գյումրու չվերթի մեկնումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։ Ուղևորները տեղափոխվել են օդանավակայանի տերմինալ, անցնում են անձնագրային ստուգում և սահմանված կարգով ստանում են ուղեբեռը։ Մոսկվա թռիչքի համար կգործարկվի պահեստային ինքնաթիռ, ՌԻԱ Նովոստիին ասել է Բոբեդան։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ճնշման սենսորի սխալ գործարկումը, դա էլ ըստ էության հանգեցրել է Մախաչկալայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու որոշմանը։ Բոբեդա ավիաընկերության տվյալներով ինքնաթիռում եղել է 186 մարդ։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռը թռիչքը կշարունակի ավելի ուշ։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։